Վերին շնչուղիների վարակների դեպքում հաճախ որպես բարդություն զարգանում է միջին ականջի բորբոքում, օտիտ։ Հիվանդության թիրախում հիմնականում երեխաներն են, պայմանավորված ականջի կառուցվածքի առանձնահատկությամբ։ Ցավ ականջում, արտադրություն ականջից, լստողության իջեցում, քոր։ Սրանք առաջին արագիլներն են զարգացող օտիտի դեպքում, որոնց անտեսումը կարող է հանգեցնել ընդհուպ անդառնալի հետևանքների։ Ուրեմն ինչպես խուսափել եւ պաշտպանել երեխային տվյալ պաթոլոգիային չառերեսվելու համար, բժշկի մոտ ներկայացնում է հայտնի մանկական քիթկոկորտ ականջաբան օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը։ Իրականում մանկական հասակում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից ականջաբորբերը առաջին տեղում են գտնվում եւ կա այսպիսի կարծիք, որ մանկական հասակում անտիբիոտիկոթերապիան, այսինքն հակաբիոտիկային բուժումը ամենաշատը կատարվում է կապված ականջի հիվանդությունների հետ, մասնավորապես հաշվի առնելով նաեւ սեզոնայնությունը, հիմա աշուն է եւ վիրուսների եւ բակտերիաների ամենաակտիվ շրջանն է եւ ամենաառաջի հիվանդությունը, որ երեխաների մոտ հանդիպում է, դրանք սուր ականջաբորբերն են, որոնք իրականում լուրջ խնդիր են առաջացնում, որովհետեւ կարող են պատճառ դառնալ լուրջ բարդությունների առաջացման, որոնք երբեմն նաեւ կարող են կյանքին վտանգ սպառնել։ Ուստի տեղեկացված լինելը եւ ուշադիր լինելը, եթե երեխայի մոտ սկսում է ականջաբորբ, շատ կարեւոր է կանխարգելելու համար լուրջ բարդությունների զարգացումը, մասնավորապես սուր ականջաբորբը, որը շատ հաճախ է հանդիպում, կարող է այնպիսի կյանքին վտանգ սպառնացող բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսին մենինգիտն է, ինչպիսին ուղեղային երակածոցերի թրոմբոզն է, թարախակույտներն են ուղեղի եւ ուղեղիկի։ Ուստի սա ամենը շատ կարևոր է եւ կարծում եմ, որ հրատապ է, հատկապես հաշվի առնելով սեզոնայնությունը, խոսելը սուր միջին օտիտների մասին, ընդհանրապես ականջաբորբերի մասին մանկական պրակտիկայում։ Դժբախտաբար, եթե մեծահասակների մոտ ականջի փակվածությունը, աղմուկը ահազանգ է եւ մեծահասակները անմիջապես դիմում են բժշկի, երեխաները այդ զգացողությունները չեն կարողանում բացատրել եւ հաճախ դրանք ծնողների կողմից ու ինչու՞ չէ նաեւ բժիշկների, մանկաբույժների, նույնիսկ քիթկոկորտ ականջաբանների կողմից անտեսվում են եւ մնում են բաց։ Ուստի շատ կարեւոր է, որ եւ ծնողները եւ իհարկե նաեւ բժիշկները, մասնագետները, հատկապես առաջի օղակի բժիշկները, որ զգոն լինեն եւ ամեն սուր օտիտ պետքա դիտարկեն որպես լուրջ ապագա ներգանգային բարդություն եւ ժամանակին կառավարեն։ Բժշկուհի, իսկ ունի ժառանգական նախատրամադրվածություն ականջաբորբը առհասարակ։ Գոյություն ունեն որոշակի անատոմիական, ֆիզիոլոգիական պրոբլեմներ, որոնք նպաստող են, նախատրամադրող ֆակտոր են երեխաների մոտ սուր միջին ընդհանրապես ականջաբորբերի զարգացման համար։ Առաջինը դրանք դիմային գանգի անատոմիական խնդիրներն են, մասնավորապես դագայլի երախը եւ այլ կարգի, ուրեմն գանգի անատոմիական դեֆեկտներն են, որոնք ի վերջո բերում են նաեւ լուրջ խնդիրների մեր պաթոլոգիաների հետ կապված, մասնավորապես վերին շնչուղիների ու նաև ականջաբորբերի։ Այո, կան աուտոիմուն հիվանդություններ մանկական հասակում, որոնք շատ կարևոր նախատրամադրող ֆակտոր են այդ ձգձգվող, չբուժվող, կրկնվող օտիտների զարգացման ժամանակ, ու նույնիսկ այսպիսի կարծիք կա, որ եթե դուք ուզում եք ականջով հիվանդ երեխա տեսնեք, մի հատ մտեք իմունոլոգիական, ալերգոլոգիական բաժանմունք, որտեղ այնտեղ երեխաների մեծ մասը ունի ականջային խնդիրներ, որոնք հաճախ ունեն ձգձգված համր ընթացք եւ չեն ախտորոշվում, բայց այսպիսի երեխաների մոտ եթե միանում է նաեւ վիրուսային ինֆեկցիա, սուր, այս հատկապես սեզոնում, այդպիսի հիվանդների մոտ շատ լուրջ խնդիրներ են առաջանում, որոնք հաճախ բերում են վիրահատական միջամտության կարիքի։
Այս հարցերը շատ կարևոր է նաև իհարկե ծնողների եւ երեխաների խնամակալների կրթվածությունը, որովհետեւ այդ տեսեք ընտանիքում ծխախոտի հանգամանքը շատ կարևոր նախատրամադրող ֆակտոր է երեխաների մոտ սուր միջին օծիտների զարգացման։ Կրծքով կերակրելը շատ կարևոր է մանկական հասակում, որովհետեւ սա եւս եթե բացակայում է արհեստական սնուցումը եւս նախատրամադրող ֆակտորներից է, որի արդյունքում կարող է զարգանալ այդ կրկնվող սուր միջին օծիտները։ Ուստի այո, կան որոշակի հանգամանքներ, որոնք նպաստում են, որ մի երեխայի մոտ սուր օծիտը կարող է ունենալ սովորական ընթացք, իսկ երկրորդի մոտ բարդությունների պատճառ դառնալ։ Եվ իհարկե շատ կարևոր է այդ մանկամսուրների եւ այլնի գաղափարը, որտեղ երեխաները անդադ վարակվում են եւ սա եւս նախատրամադրող ֆակտոր է, որ սուր օծիտները, այդ ականջաբորբերը կարող են շատ ծանր ընթացք ունենալ։ Բժշկուհի, դուք նշեցիք, որ ականջաբորբը արդեն զարգացման, փուլում կարող է բերել այլ պաթոլոգիաների առաջացման, օրինակ լսողական խնդիրների կարող է հանգեցնել։ Իրականում ես ինչպես ասեցի, երեխաները հաճախ այդ լսողության խնդիրները չեն կարողանում ներկայացնել եւ որպես կանոն իհարկե այս սուր բորբոքումները առաջացնում են լսողության կտրուկ իջեցնում, քրոնիկ բորբոքումների արդյունքում կարող է առաջանալ լսողության անդառնալի փոփոխություններ, որոնք հաճախ հետագայում պատճառ են դառնում լուրջ արդեն վերակողնողական լսողական վիրահատությունների իրագործմանը։ Այո, եւ եթե կա ականջաբորբ, անպայման կա նաեւ լսողության իջեցում խնդիր, որը դժբախտաբար երեխան չի ներկայացնում եւ ծնողն էլ բաց է թողնում։ Եթե մենք խոսում ենք բորբոքային հիվանդությունների մասին, ականջի այո բոլորը զուգակցվում են լսողության խնդիրներով, բայց բացի դրանից, բացի սուր ականջաբորբերը, գոյություն ունեն ժառանգական հիվանդություններ, որոնք բերում են բնածին լսողության խնդիրների, նույնիսկ լսողության կորստի, որի հետ կապված արդեն այդ խնդիրները արդեն շնորհիվ մեր այս սկրինինգային ծրագրի, որը մեր հանրապետությունը վաղուց արդեն իրականացնում է, դրանք ախտորոշվում են արդեն ծննդատներում նեոնատալ սկրինինգի արդյունքում եւ այդ երեխաները, որոնք որ ունեն այդպիսի գենետիկ խնդիրներ, խորը աշճանի ծանրալսություն կամ նույնիսկ խլություն, շնորհիվ մեր այդ ժամանակին հայտնաբերման կարողանում են վիրահատվել եւ ստանալ լսողություն, խոսքը գնում է մասնավորապես խխունջային ներպատվաստման մասին, որը գիտեք մեր հանրապետությունում իրականացվում է Էրեբունի բժշկական կենտրոնում եւ նա առաջատարն է այդ բնագավառում մեր գործընկերների Ամերիկայից օտովիրաբույժ Ակիրեշիամայի հետ միասին մենք մեր հիվանդանոցում այդ վիրահատությունները անում են տարեկան 2 անգամ մենք լսողություն ենք տալիս այն երեխաներին, որոնք դժբախտաբար բնածին ունեն խլություն կամ այնպիսի աշճանի խլություն, որը որ հնարավոր չէ դեղորայքային կամ ապարատային մեթոդներով կառավարել։ Բժշկուհի, առհասարակ կա կարծրացած տեսակետ, որ հասարակության մեջ տարածված ավելի շուտ տեսակետ, որ ստրեսից կարող ես եւ լսողության հետ կապված խնդիր ունենալ եւ դրա լսողության հետ կապված խնդիրը վերանա։ Որպես մասնագետ կուզենամ այս առումով սա միֆ է թե իրականություն։ Իրականում միֆ չի, բայց խնդիրը մի քիչ ուրիշ ձևով է կատարվում, նայեք ստրեսը կարող է պատճառ դառնալ կամ պրովոկացիա լինել, որի արդյունքում առաջանա այսպես կոչված հանկարծակի սենսոնևրալ ծանրալսություն։ Երբեմն դա կարող է լինել պրակտիկ խլություն, երբ որ հիվանդը պարկում է առողջ, առավոտյան զարթնում է լրիվ խուլ։ Հաճախ դա դժբախտաբար այսպիսի հիվանդները միշտ չի որ հնարավոր է լինում լսողությունը վերականգնել, բայց այդտեղ եւս շատ կարեւոր է այդ թայմինգ ասածը ժամանակին օգնություն ցուցաբերելը, որովհետեւ գոյություն ունի ոսկե ժամանակ եւ այդ ժամանակի ընթացքում եթե այդ հիվանդները, որոնք որ հանկարծակի խլացել են, որի պատճառը կարող է լինի ստրեսը, կարող է լինի չհայտնաբերված վիրուսային ինֆեկցիան, շատ
շատ այլ արյան խնդիրները, շատ կոմորբիդ հիվանդություններ, մասնավորապես զարկերակային հիպերտենզիան եւ շաքարային դիաբետը եւս նպաստում են, որ այսպիսի խնդիրներ առաջանան։ Եվ այս հիվանդներին ժամանակին կարելի է ցուցաբերել բուժում եւ այդ բուժման արդյունքում վերականգնել լսողությունը, բայց այստեղ եւս կարեւոր է ճիշտ ախտորոշել եւ ճիշտ նպատակային բուժում անցկացնել, հիմք ընդունելով ժամանակակից ուղեցույցները, որոնք արդեն մշակվել են բժշկական կազմակերպությունների առողջապահության կողմից։ Պետք չի որևէ նորարարություններ որոշել անել, որովհետև իրականում գոյություն ունեն որոշակի արդեն հաստատված կյանքի փորձանցած մեթոդներ, որը որ իրականում մենք իրարում ենք այսպիսի հիվանդների մոտ։ Իսկ ինչի են ասում ժողովուրդը ստրեսից կամ որովհետև հանկարծակի է լինում եւ այսպիսի հիվանդության պատճառներ մինչեւ վերջ դեռևս հայտնաբերված չեն, դրա համար սրանք կոչվում են իդիոպաթիկ, այսինքն անհայտ պատճառներից առաջացած խլություն կամ ծանրալսություն։ Բժշկուհի, թեև դուք նշեցիք, որ ականջաբորբը ինքնին հատկապես մանկական հասակում զգացնել չի տալիս, հա, հիվանդության վաղ փուլում, սակայն այնուամենայնիվ կարծում եմ որոշ ահազանգեր կարող են լինել։ Խնդրում եմ այս մասով եւս մեր ծնողներին Եթե խոսքը գնում է սուր ականջաբորբի մասին, իրականում զգացնել տալիս է առաջին ականջի ցավ է առաջանում, որը անտանելի ցավ է եւ երեխաները այդ ցավի հետ կապված անմիջապես ծնողների ուշադրությունը գրավում են։ Երկրորդը բարձր ջերմություն, որովհետեւ սուր ականջաբորբը ուղեկցվում է նաեւ բարձր ջերմությունով։ Ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ, որոնք բերում են երեխայի ընդհանուր կյանքի խաթարման, այսինքն երեխան դառնում է քնկոտ, անտրամադիր, հրաժարվում է խմելուց, հրաժարվում է ուտելուց, այս բոլորը պատճառներ են, որոնք որ ծնողների համար ահազանգ են եւ ծնողները այսպիսի խնդիրների դեպքում արդեն դիմում են բժշկի։ Այստեղ կարեւոր է, որ բժիշկը ճիշտ գնահատի երեխայի վիճակը եւ ժամանակին նշանակի համապատասխան adekvat բուժում։ Խոսքը վերաբերվում է ժամանակին adekvat հիմնավորված հակաբիոտիկոթերապիային, ցավազրկմանը եւ այլնը, որը լուրջ բժշկական խնդիր է եւ այդ խնդիրը ես հույս ունեմ, նաեւ կարծում եմ, որ արդեն մեր բժիշկները, հատկապես առաջին օղակի բժիշկները, մանկաբույժները եւ քիթկոկորտականջաբանները արդեն ճիշտ այդ ամեն ինչը կառավարում են եւ դրանի հետ կապված կարող եմ ասել, որ վերջին տարիներիս այն ծանր բարդությունները ականջաբորբերի հետ պայմանավորված ավելի քչացել են։ Ներգանգային բարդությունները, արտագանգային բարդությունները ես զգում եմ տենդենսը, որ տարին տարվա վրա ավելի քչանում են։ Բայց դրանք դեռևս կան։ Ուզում եմ նաև խոսենք անդառնալի հետևանքների մասին, առավել մասնավոր, հա, որպեսզի մենք ծնողները շատ դեպքերում օրինակ տատիկ-պապիկի խորհրդով են, հա, փորձում երեխայի խնդիրը որևէ պաթոլոգիայի հետ եթե գործ ունեն կամ դեղատան աշխատակցի խորհուրդներով, այս դեպքում ինչ հետևանքներով է հղի ինքնաբուժությունը հատկապես մանկական հասակում։ Իրականում մանկական հասակում ինքնաբուժությունը ամենավտանգավոր բանն է, որ հնարավոր է պատկերացնել, նույնիսկ բժիշկը բուժում նշանակում է, բայց բժիշկը անպայման ծնողներին զգուշացնում է, որ երեխայի մոտ չնայած ճիշտ, adekvat նշանակված բուժման ֆոնի վրա կարող է process-ը շատ արագ ընթանալ եւ կայծակնային արագությամբ բերել բարդությունների առաջացման, ուստի դրա համար շատ կարեւոր է ծնողների, այսպես ասած, մոնիտորինգը այդ մի քանի օրերի ընթացքում, որ երեխան, ասենք, ստացել է առաջին օղակի բժշկի մոտ բուժում, ամբուլատոր եւ հետո պետք է ծնողի հսկողության տակ շարունակի բուժումը, սա շատ կարեւոր է։ Ինչ վերաբերում է դեղատներին, դա երևի թե միայն, չգիտեմ, ամենածանր բանն է, որ կարելի է պատկերացնել եւ դա ես կատեգորիկ դրան դեմ եմ եւ հաճախ ես իհարկե ինքս էլ հանդիպել եմ դեպքերի եւ որ լսել եմ թե ինչպես դեղատան աշխատողը լուրջ խնդիրների պարագայում հիվանդներին առաջարկում է եւ նշանակումներ է անում, դա սա իհարկե խնդիր է եւ կարծում եմ այ մեր առողջապահության ոլորտը արդեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի
այդպիսի խնդիրներ չլինեն, դեղերը ստանան հիվանդները դեղատոմսերի բժշկի նշանակումների հիման վրա կատարված ուրեմն դեղատոմսերը եւ սա ես շատ կարեւորում եմ իրականում։ Շնորհակալ եմ բժշկուհի, եթե ունեք ավելացնելու հարց կամ դիմեք, խնդրում եմ օգտվելով առիթից մեր հայրիկներին ինչու ոչ, որպեսզի օր առաջ կարողանան նմանատիպ խնդիրների դեպքում օր առաջ դիմեն բժշկի հետագա բարդություններից բալիկին զերծ պահելու համար։ Նախ առաջին ուզում եմ մեր ծնողներին, տատիկներին, պապիկներին եւս խնդրել, որ շատ կարևոր է, որ տանը երեխան գտնվի այնպիսի պայմաններում, որտեղ բացառված է ծխախոտը, որտեղ երեխան բացառված է ծխախոտը եւ երեխան գտնվում է առողջ սոցիալական ուրեմն մթնոլորտում, դա շատ կարեւոր է, որտեղ երեխայի ճակատագիրը որոշում են ծնողները, ոչ թե տատիկները, պապիկները, հարևանները կամ չգիտեմ բարեկամները, սա շատ կարեւոր է եւ իհարկե ուզում եմ մեր ծնողներին խնդրեմ, որ իրենք ուշադիր լինեն, իրենց երեխաների առողջությունը միշտ պետքա գտնվի առաջի տեղում, ամենակարևոր կյանքի ուրեմն խնդիրը պիտի լինի եւ եթե երեխաների մոտ սկսվում է կան թեկուզ փոքր խնդիրներ, բորբոքման նշաններ, ասենք փռշտոց, տրամադրության անկում, թեկուզ շատ ոչ բարձր ջերմություն, սա ահազանգ է, որ անպայման գոնե առաջինը հրավիրեն տեղամասային մանկաբուժին, որը որ կարողանա երեխային զննի, եթե մանկաբուժը ուղղորդում է նեղ մասնագետի կամ ստացիոնար ուրեմն հետազոտման կամ բուժում ստանալու համար անպայման հետևեն այդ խորհրդին եւ իհարկե նաեւ ուզում եմ մեր բժիշկներին խնդրել, որ շատ զգոն լինեն սուր ականջաբորբերը մանկական հասակում ամենալուրջ հիվանդություններից են եւ դրանք լուրջ խնդիրների առաջ դեռևս կարող են կանգնացնել եւ մեզ եւ երեխաների ծնողներին։ Շնորհակալ եմ բժշկուհի, շնորհակալ եմ ձեր խիտ գրաֆիկից մեզ ժամանակ տրամադրելու եւ այսչափ կարեւոր թեմայի մասին մասնագիտական զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։